Աստծո կամքը կատարելու համար եւ Աստծո պատկամը փոխանցելու համար իրենք Աստծո հագարակ եղան, թե մեղան, ծնողը դավաճանեցին եւ սա երկնքում պատերազմ ստեղծեց եւ այդ պատերազմը վերջ իջավ Աստծաշտի վրա, երկրի վրա եւ այդ Քրիստոսի մուտքն անշուշտ սկիզբն է Աստծո արկայության հաստատման, որով սատանան վեճ նրան պիտի գործառնի եւ անշուշտ խաղաղություն ունենա։ Սիմվոլիկ ըստ սիմվոլիկ պատկերացումն է, որ Քրիստոսի փրկությունը աշխարհի վրա Իսրայել երկիրը ազատագրել չէ, այլ ամբողջ ստեղծագործությունը ներառյալ երկինք, որ գդուժեր հրեշտակներու դավաճանությունը, որոնց հետևանքով չարը ստեղծվեցավ, Աստծո հակառակություն դարձավ իրական կանելիություն, դա պիտի բուժվի, այլևս երկնքի մեջ մի չկա Աստծո հակասություն։ Սիմվոլիկ ներկայություն է չարի աղբյուրին եւ սկիզբին։ Երբ որ Ադամն ու Եվան ընտրեցին իմանալ չարի եւ բարիու մասին, այսինքն այդ ժամանակ արդեն չարը կար ստեղծվել էր, որովհետեւ Եսայի մարգարեությունում է տալիս եւ Արուսյակը ընկավ, չէ, լավ չէ հիշում, այդ մասը ինչ լավ չեմ պատկերացնում, չարի առաջացումը եղել է միջև մարդկության ստեղծումը։ Տեսեք, շատ կարևոր հարցումն է, դժվար հարցում է Ոստովանին։ Ստեղծագործությունը ծննդոց գիրք է, որ սկսի մարդու ստեղծագործության։ Եվ մենք չենք գարտար երկնքի մեջ ասված ինչ լավ։ Գարտար ոնց ասված ստեղծեց երկիր, ջուր եւ այլն, եւ ի վերջո մարդը։ Մի քանի մարգարեություններ կան ներառյալ Եսայի մարգարեությունը եւ հայտնության գիրքը, որ կատնարկեն իմ ցածած խոսքից մասին, որն է երկնքի մեջ ասված նաեւ ստեղծեց հրեշտակներ եւ ասեցյալու նպատակն էր գույրորեն հնազանդիլ եւ ծառայել Աստուծո։ Երբ որ իրենք Աստծո կամքին հակառակ կացին, ստեղծվեցավ կարելիությունը չարին եւ Աստծո մեժերին։ Եվ Աստված արտոնեց իր ազատ կամքով, որ այս կարելիությունը շարունակվի, որ մարդ արարածը ընտրե չար կամ բարի։ Մինչև մարդ արարածը որոշեց չար ընտրելը, չարը որպես գոյություն չկար, գոյություն չուներ։ Երբ որ մարդ ընտրեց չարը, մարդ դարձավ չար, եւ այդ մարդու միջոցով այդ կարելիությունը կարանքսեն մարմնացավ, դարձավ այլևս իրական գոյություն։ Եվ այդ բիղծ հրեշտակները, որ Աստծո կամքի հակառակ կացել էին, սկսան օգտագործել, շահագործել այս մարդիկը, որոնք իրենց ազատ կամքով Աստծո պատկերով եւ նմանությամբ որոշեցին չարին հնազանդիլ եւ չարի ձեռքի գործիքներ դառնալ։ Եվ այդպեսով չարը դարձավ կամ մարմնացավ, մարմնացում ստացավ եւ հիմա չարը գոյություն ունի։ Բայց չարը որպես գարելիություն ասված արիտ տվավ, որպեսի մարդ արարած, որին ազատ ստեղծեց, ընտրել, որ մենք ուզեր տալ։ Եվ այսով Աստծարը մի ուդեր, որ քիննաս բարին եւ չարը։ Բայց մարդը որոշեց ուդել ծարեն եւ քիծավ բարին եւ չարը, բայց որոշեց չարին երևի։ Եվ այդպեսով մարմնացավ ադիչ որ գայելիությունն է։ Եվ դա համար իր ծննդոց գիրքի մեջ մի քիչ այդքան հստակ չէ։ Սատանան օծի մեջ կմտնե, օծը երկտար խավի, այսինքն հայտնի է, որ հեղինակը Աստվածաշունչին առասպելական մոտիվներ օգտագործած է իրեն ժամանակակից փոխանցելու համար աստվածայնության ճշմարտությունը, որն է Աստված չար չստեղծեց, անոր համար առաջի ծննդոցը Աստված հրամայեց, եղավ, Աստված տեսավ եւ ամեն ինչ բարի էր։ Երկրորդ օր Աստված հրամայեց եւ Աստված տեսավ ամեն ինչ բարի է։ Եվ 6 օր այդպես կրկնվի, սա բարի է, այսինքն Աստված չար չստեղծեց։ Չարը ստեղծվեցավ, որովհետեւ Աստծո առածները որոշեցին Աստծո կամքի հակառակ երթան։ Եթե Աստծո կամքի հակառակ երթաս, դու կդառնաս չարի մարմնացում։ Հրեշտակը այնքան ուժեր չունի, Աստված ինձ վրդեց Աստծո արկայությունից, բայց մնացին, գոյատևեցին, որպեսզի մարդիկ արարածներ ունենան այդ գարելիությունը։ Թե ոչ մենք բիսենք դու մեզ ստեղծեցին առանց ազատ կամքի, մենք ստիպված ենք կամ քեզի պաշտենք, ուրիշ option, ուրիշ գարելիություն չունենք մենք։ Բայց արտոնելով այդ սատանան կամ այդ հրեշտակները, որ գոյատևեն, Ադամ եւ Եվան կատարյալ ազատություն ունեցան սելու այո կամ ոչ չարին։ Եվ իրենք դրեցին այո չարին։ Եվ այդպեսով այդ
ինչ որ գարիություններ, կոնցեպտներ, միտքներ հագաստո, հիմա դարձավ ներկայություն մեր կյանքներս, մարդ։ Շարը ընդհանրապես մարդն է, ոչ թե ես, գա նաև աշուշ, բրության մեջ չար գավրել, գործամազ աշխարը երկրաշահաժ, բայց ընդհանրապես ռում բայտեցնողը տերորիստ մարդիկ են, սպանողը անհավատացյալ մարդն է, կողծող, այսինքն միշտ մարդ է, որը միջոցով այդ ժխտական հոգևորությունը մաննանա եւ դիրակորձե իր չար նպատակները։ Այսինքն չար հոգի չկա։ Սփայություն է։ Չար հոգի դա չար հեշտակները, որոնք մենք հոգի չենք, մենք մարդ ենք, որը մեջ կա Աստծո հոգին։ Բայց մեր մարմինները մենք կարանք դավաճանորեն անցնենք չար հոգիներուն, որոնք չար հոգիները մեր վրա իշխանություն չունեն։ Եթե մենք Քրիստոսին գերենք, չար հոգի մեր վրա իշխանություն չունի, բայց չար մարդը կարող մեզ կործանել, որովհետև չար մարդը ստեղծված է մարդ արարած Աստծո պատկերով, Աստծո նմանությամբ, եթե այդ մարդը աստվածային, աստվածատուր, ասպարկևները անե եւ հասնե սադանից, օգտագործե իմ ուժերս, իմ խելքս եւ այլն, որ ես ամուշներու չարություն տարածեմ, անադեն չարը գիլակորձվի։ Թե ոչ արանքյան հոգին, չար հոգին շատ բան չի արանել։ Պետք է մեկ տգարել ենք, որ չար հոգին մեր մեջ մնա եւ մեզ ոնց որ գային դիվահար եւ այլն, դա է կարելությունն է։ Եթե մենք տգարել ենք եւ ադոնենք, որ այս բիծ կամ չար հոգիները մեզ կոնտրոլ ունեն։ Մեր կյանքը։ Բայց անանք բանը չկա, որ Աստվածը սա չար հոգի ստեղծել։ Այսինքն փիլիսոփայական գետնի ասի։ Նորից մենք չենք կարա շատ խոր երթալ հավիտենական յանքի տեսանկյունեն, որովհետև մենք ժամանակավոր մտածում ենք եւ տարածքային մտածում ենք։ Իսկ այնինչ որ պատահեցավ կամ պատահի երկինքի մեջ դա հավիտենական է, անժամանակ է, անտարածքային է եւ մեզ համար մի քիչ դժվար է, բայց ամենամոտ է որ Աստվածաշունչը բացատրել, որ չար հոգիները ստեղծվեցան, կամ հոգիները հրեշտակները Աստծո կամքի հակառակացին։ Երեք դարձան չար հոգիներ, բայց հոգիները մարմին չունեն։ Այդ չար հոգին կարա մեզի հիմա վիրավորել, երբ որ մամնավոր մեզի պես մարդիկ գնազանտին այդ չար հոգին կամ արիտ կունան այդ չար կարծիքներով, որ մեր ուղեղները, մեր սերքերը կործած են չարը իրագործելու համար։ Սեփազան, մարդկությունը ստեղծվել է sense տարիները որ հետ են գնում, մոտ մի 7000 տարի առաջ, չէ՞։ Այդպես սկսել է։ Այդ դեպքում, այսինքն ենթադրվում է, որ մոլորակները, լուսատուները, ամեն ինչը մոտ մի 7000 տարի առաջ ասենք ստեղծվել։ Հիմա եթե գիտնականները նայում են, ասում են մոլորակ տեսանք, որը որ ասենք, որի լույսը մեզ հասել է, ասենք 50000 տարի հետո։ Չէ՞։ Հենց բաներ անում են իրանք հայտարարություններ։ Այդ դեպքում ո՞նց հասկանանք 50000 տարի առաջ մոլորակ ա եղել, բայց Աստված մոլորակները ստեղծել է 7000 տարի առաջ։ Պատասխանը ես կազմում շատ թյուրին է։ Առաջի 6 օրերը ստեղծագործության, քուն առաջի 3 օրերը կամ 4 օրերը մենք չենք գիտեր քանի հազարամյա է։ Որև արև չկա, լուսին չկա, երկրագնում չկա առաջի օրերը։ Մեր այսօրվա օրերը, որ մենք հաշվենք 24 ժամ, անադեմ գոյություն չուներ։ Եվ շատ կարելի է որ ինչ որ ծննդոց գիքսը առաջի օր իրավես 10000։ Բայց ասма եւ եղավ գիշեր, եղավ առավոտ օր առաջ։ Նորից սկսեմ արդյոք որ կարծես ես որովհետեւ ոնց կա առաջի առավոտ, երբ որ արև չկա։ Ոնց կա։ Ոնց ասնի եղավ երեկո։ Որը պետք է հասկանանք, որ հեղինակը ասպատմված գրած է աքսոից վերադարձել վերջ։ Այսինքն Հիսուսը 300 տարի առաջ գրված է ասկիկերը։ Եվ անդեն գա առավոտ, եւ անդեն գա տղան գցկե իր հայր ու մայրը գերտա իր հարսի հետ, բայց Ադամ եւ ամբիցի հայր ով է, ես հայր չունեմ։ Ես դից չեմ պսակված, ես չեմ կասած։ Դու ինձ ստեղծեցիր, մեջ քիչ ստեղծեցիր։ Ես որու բիցկե գերտամ։ Ուրեմն պետք է ընդունենք, որքան որ ոմանք շատ կցնցվիր են ցավատքը, որ Աստվածաշունչ գրված է մարդկանց կողմից եւ կարտացել է այդ մարդու ժամանակակից մշակույթը, մտանյութությունը, բայց կփոխանցի Աստվածային ճշմարտություն։ Ուրեմն առաջագործությունը գասել է որ Աստված ինքն է արարիչը։ Աստված ինքն ստեղծեց 7 օրվա մեջ, 7000 տարվա մեջ, 70 տարի դա կարևոր չէ։
Աբրահամ ամրեցավ 989 տարի, կարելի է մեկ մատ տարի ապրի, այո, անորերուն, առողջ բան գուտեի, ինչ գուտեի անորերուն, հում միս գուտեի, 20 տարեկանին գրեն են յարի։ Ուրեմն արդյոք այդ Աբրահամի տարիներ իրավ է 365 օրեն, ամեն օր 24 ժամ է, չեն գիտեր։ Կարելի երեց համար ամեն շաբաթավերջ տարի ու գնար, չես գիտեր, այսին մի քիչ ծարայը օրինակն է, բայց Աստվածաշունչի վրա պարտադրել ժամացույցակ մեզ կարծեմ վտանգավոր է, որը միջև դերևս փարագոն և միջև անանդերը իրավ ես նախաժամանակ դեպքեր են, ջրևեղ երբ եղավ, չենք դեր, ոնց կասվես 70,000 մանմի, ոնց, ջրևեղ երբ եղավ, լուր չունիք, Բաբելոնի աշտարակ երբ շտեցին, լուր չունիք, Ադամ Եվան երբ լուր չունիք, չկա, պաս չկա, ոնց պասես, հետևաբար այսօրվա օրացուցակը կամ նոր պարսորեց Հայաստանում, գրաֆիկը, այսօրվա գրաֆիկը բարդացրել Ադամ Եվայի վրա, վտանգավոր է, ուրեմն բոլորը վին դարբեր աշխարհ էր, նախապատմական դեպքեր էին։ Դե դեպքում, երբ որ քահանաները ասում են 1500 տարի առաջ եղավ այս ինչը, 2000 տարի առաջ եղավ Նոյը, դրանից 1500 տարի առաջ եղավ այս ինչը, ասենք պետք է մի քիչ այդ թվերը ուրեմն ասելուց երևի մեկնաբան էլ, որ իրականում Ես, այո, Հաշիվ ջան, իավ ես, ուզես պատասխան ասի։ Ուզես ոս։ Հարցումները իհարկե հետաքրքիր են, ես իրականում ժամանակի գաղափարի մասին խոսելիս պետք է հստակորեն ընդգծել, ժամանակի գաղափարի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ ժամանակը սկսեց որպես մեծություն հաշվել, երբ որ դրա մասին գաղափար կազմեցին, իսկ առողջությունը տեղի ունեցել հավերժության մեջ։ Այսինքն, եթե կա հավերժություն, նշանակում է հավերժության մեջ ժամանակ գոյություն չունի։ Այսինքն, Աստուծո համար առողջության ընթացքը որևէ ժամանակ չի ենթադրվում։ Հասկացաք ինչ նկատի ունեմ։ Ժամանակի հաշվարկը սկսվեց, երբ որ մարդը դրվեց ժամանակի մեջ, այսինքն իր համար սահմանվեց ժամանակը որպես մեծություն, որպես ֆիզիկական օրենք։ Եվ հիմա, երբ որ մենք խոսում ենք, որ ասում են օրինակ 7000 տարվա պատմություն ունի առողջությունը կամ չգիտեմ, դուք ասում եք, որ 50000 տարի լուսային հեռավորությունից մեզ հասավ ինչ-որ մոլորակի մասին գիտություն, դա շատ սուբյեկտիվ է եւ երկրային պայմանների համար է։ Եթե հիմա մենք մի զուտ գիտական իմաստով նաեւ բարձրանանք տիեզերք եւ անցնի այնտեղ որոշակի ժամանակային չափում մեզ համար, եւ այդպիսի փորձեր արվել են իրական գիտության մեջ, վերադարձին մենք հստակ տատանումք ունենանք։ Եվ անգամ երկրի վրա ժամանակի լայնացում եւ նեղացումը տեղ ունենում։ Այսինքն հիմա մենք այստեղ նստած ենք եւ մեզ համար ժամը 19:47 է, բայց հասարակացի մի ուրիշ հատվածում ժամային գրաֆիկի տարբերություն կա։ Եվ ամենակարևորը սուրբ գիրքը արդեն դրա մասին խոսում է մինչև մեր գիտական բացահայտումները, եթե կուզեք ասել։ Սաղմոսած գրքում ասում է Տիրոջ աչքին 1 օրը 1000 տարվա է հավասար, 1000 տարին 1 օր։ Այսինքն Սրբազանի ասածը հենց դա է, որ պետք չի պայմանականությունների հետևից ընկնել ժամանակի ընկալման առումով, որովհետև առողջությունը տեղի չի ունեցել ժամանակի մեջ։ Դա բնութագրական է, որպեսզի մեր ընկալման համար ինքը համապատասխանություն ունենա։ Այսինքն մենք կարողանանք հասկանալ ինչ նկատի ունի, երբ որ ասում է առաջին օր, երկրորդ օր, երրորդ օր։ Այդ օրերը թվարկումներ են առողջության արարածների համար, այսինքն որ սկզբում Աստված սա ստեղծեց, հետո սա ստեղծեց եւ վերջում ստեղծեց մարդուն, որ առողջության թաղն պսակներ եւ կատարելություն։ Հասկացա, այսինքն այդ սկիզբը անծայրածիր է։ Այդ դեպքում եթե հիմիկվանից անծայրածիր է, այլ հավերժության մեջ է։ Եթե ասում ենք հավերժություն, նշանակում է ժամանակի բացակայություն։ Հիմա երբ որ մարդիկ մահանում են, իրենք դուրս են գալիս ժամանակի միջից։ Դրա համար իրենց մարմնի բոլոր ֆիզիոլոգիական հատկությունները դադարում են գործունեությունը։ Հասկացա, իսկ հիմա եթե ես մեր օրից հետ գնանք, մոտավորապես տարիներով կասեք, մոտ քանի տարի առաջ Նոյը եղավ, քանի տարի առաջ Աբրահամը, դրանից առաջ դե պարզ է, չենք եթում, որովհետև իրականում որևէ մեկը չի կարող դա ասել, եթե որևէ մեկը կասի, պիտի ստի, որովհետև էլի եմ ասում, Աստվածաշնչում նշված ժամերն ու ժամանակները մեզ համար խիստ թեական են, այսինքն մոտավոր չենք կարող, ասենք 1000-2000 Չիկա չես Մոտավորն էլ ասում են 1500 տարի ժամանակի բնում փոխված է։ ընտրումը փոխված է, այո։ Լավ, Քրիստոս եղավ մեկ թվին, չէ, 2025 տարի առաջ, դա գիտենք։
այո։ Դրանից առաջ, ասենք Աբրահամը մոտավորապես որ թվերին էր։ Մոտ իր 1 թվականով, չէ՞, եւ ժամանակի ընկալումը Քրիստոսի ծնունդով փոխվեց, չէ՞։ Դրանից առաջ ժամանակը հետ էր գալիս, հետ էր հոսում, հիմա գնում է դեպի առաջ։ Նախքան Քրիստոս ներքև էր գալիս, ժամանակը միջև 0։ Դա երկու ազատական բանություն։ Ես պարաբոլին ունենա, չէ՞։ Մաթեմատիկայով եթե երկրաչափ ունենք ընդհանրեն ինքը պարաբոլի է հիմքում Քրիստոսի ծնունդը։ Եվ եթե Եվ այդպես էլ լինի, ուրեմն մենք պիտի հստակորեն ասենք, թե Քրիստոս երբ պիտի գա։ Չէ, թեկուզ ասենք ով քանի տարի ապրես, թե այդ ապրելն էլ էլի։ Ինչու կարևոր է դա։ Թողնության համար ինչու կարևոր է։ Եվ Սրբազանը ասաց, որ շատ Այս վերջին ուղղակի մի հատ այլ հավատացել է, sense լուրջ բանախոսություն էին ունեցել, sense վեճ էին ունեցել, դրա համար զուտ է տալու։ Սրբազանը Աբրահամի օրինակը բերեց, ես հիշում եմ, որ Սաղմոսած գրքում հենց ասում է, որ Աբրահամը ապրեց 900 քանի տարի, բայց 1 օր չապրեց։ Որովհետև հրեական ընկալմամբ 1000 տարին, ինչպես ասած Սաղմոսած գրքում, արդեն 1 օրվա էր հավասար։ Հիմա թե 989 տարիները 1 օրվա հավասար չէին Սաղմոսած գրքի, այս դեպքում Դավիթ Մարգարեի համար։ Որը շատ Այսինքն այդ 900-700 տարին էլ որ ասում են, այդ էլ էլի հարաբերական։ Նրանց ինչ հաշվարկվում։ Իրենց միավորներ ինչեր էին, օրը հաշվելու, ժամը հաշվելու, չգիտեք, սա մեր աս ժամը օրը ժամ մշտապես չի եղել, չէ՞։ 24 ժամ չի եղել, մշտապես չի եղել։ Մի ոնց չի եղել։ Մշտապես չի եղել 24 ժամ։ 23 ժամ, 22 ժամ, տարբեր հասարակություններում։ Ինչով է պայմանավորված ժամանակի։ Այսինքն մոլորակը ավելի դանդաղ է պատտվել։ Դա պայմանավորված է լուսնի ձգողականությամբ։ Եվ ամեն կարծեմ տարի 0.005 մմ-ով լուսինը հեռանում է, եւ դրանում ժամանակը ձգվում է, ավելանում է։ Եվ այս վերջերս մի տակավին մի ամիս առաջ չինացիները մի մեծ ամբարտակ են ստեղծել, որը երկրի ձգողականությունը ավելի մեծացրեց եւ հիմա 24 ժամ չի, այլ ավելացել է 0.006 վայրկյանով։ Ավելացել է, ոչ թե պակասել։ Այո, ավելացել է։ Ինֆորմացիոն է, որ պակասել է։ Ես գնանք 0006 Դա մեզ համար նշանակություն չունի, բայց դա տարիների միջով եւ եթե ցույց տակ նախորդ հարցը չարի մասին հարցի բնույթը որ մեկ հատ հիշեցնեք, ես դրա մասին Չար հոգիներ կան թե չէ։ Չէ, չարի ստեղծումը ըստ Եսայի մարգարեության, այս վերջերս եմ իրականում իմացել, Արուսյակը գահավիշեց եւ այլն։ Ու երբ որ մարդը ընտրեց չարի եւ բարին, այսինքն այդ ժամանակ արդեն գոյություն է ունեցել չարը, երբ որ մարդը հնարավորություն ուներ։ Ժամանակային առումով իմ համար մի քիչ դժվար է պատկերացնել։ Տեսեք, ձեր հարցը ինքը լավ հարց է, բայց հարցի էության մեջ կա սխալ։ Ինչ իմաստ։ Հարցը լավ հարց է, բայց էության մեջ կա սխալ, որովհետև եթե մենք ասում ենք չար, ինչ է նշանակում չար։ Չէ, արարված։ Ստեղծված, չէ, եւ ապրեք, բարու բացակայություն։ Այսինքն չարը Աստծո կողմից արարված ամեն ինչ բարի էր, ամեն ինչ կատարյալ էր, ամեն ինչ լավ էր։ Եվ այդ ամեն կատարյալի մեջ չէր կարող լինել մի բան, որը լավ չէր։ Չար էր։ Հա, ես հարցը մի քիչ սխալվեցի, չարի ստեղծումը, չէ՞, Ինքնին չարի ինքնին առաջացումը։ Երբ որ կապեց, այս ժամանակ չարը կար, թե չարը չկար, սատանան կար, թե չկար, այդ ասում։ Միանշանակ։ Այսինքն միջև Հիմա տեսեք, նույն հարցը կարելի է տալ, ասել, որ մինչև մեղքի գործելը մահ գոյություն ուներ, թե չէ։ Դե միջև մեղքի գործելը Մենք չէ։ քրիստոնեաբար ասում ենք, չէ, որ մահը մարդու մեղքի արդյունք է, ֆիզիկական մահվան մասին, բայց Աստվածաշնչի առաջին Ծննդոց գրքի առաջին երկու համարներում ասում է թող ամեն տեսակի բույս իր սերմերից արտադրի եւ այդպես վերարտադրողականության ֆունկցիա չէ դեռ։ Հիմա մենք էլ գոնե կենսաբանությունից եւ ֆիզիկայից ինչպես Սրբազանն ասում, ձեր հավատքը հիմա մի փոքր կարող է սասանվի։ Դնելուց հողի մեջ սերմը ինչ պիտի լինի։ Պիտի մեռնի, որպեսզի արդյունք տա, չէ։ Եթե ոչ ատեն սորեն։ Է Քրիստոսի խոսքերից սորենի հատիկը։ Ուրեմն մահվան էությունը ոչ միայն ֆիզիկական էության մասն է, հոգևորապես, երբ որ դու մեղք ես գործում, հոգևորապես մեռնում ես։ Հիմա չարի գործունեության բունեությունը մարդու հոգու սպանությունն է, այո, որը արեց Ադամի եւ Եվայի հետ ներողություն։ Լավ բացատրում ես։ Ուրիշ հարցումներ կան։ Այսինքն Որոնք եկան փողան դեպի Այո, այսինքն եթե ինքը տերևներով լեցուն էր, ինքը արդեն պետք է գոնե խակ ունենար։
Բայց այստեղ մի ուրիշ կարևոր բան կա։ Տերևն է կարևոր, թե պտուղը։ Լանեցեք։ Ես այս հարցում իրական անդրադարձում միշտ հենց անհատապես նայեցին, կյանքի վրա բոլորս ունենք տերևներ, մեր աշխարհի կյանքում ինչ-որ ինչ-որ բաներ անում ենք եւ այլն, բայց արդյոք դա մեր միսիան է այս կյանքում ու օրինակ այս հարցին միշտ է դեպքեր կապված իմ միսիան որպես քրիստոնյա որպես մարտի Այսինքն ես կյանքի միսիան տեսեք, ես պետք է նայեմ որպես քրիստոնյա ինչ պետք է անեմ, թե Շատ ճիշտ, որովհետև Իսրայելը շատ ճիշտ ծեր ստացվեց։ Իսրայելը իբր թե իրենք քրիստոնյա էր, որպես ժողովուրդ, բայց իրենց կյանքը ամենամետաղությունները բոլորը հերու էին Աստծուց։ Իրենց գործերն էին անում, բայց իրենք Աստծո ժողովուրդ կոչեին։ Հետևաբար Աստված իրենց ուզում է հիշեցնել կամ Քրիստոս, որ դուք չեք ժառանգել հավատք ծնունդով կամ ազգի պատկանելով, ձեր հավատքը պետք է թարգմանվի գործի։ Եթե ձեր ամենօրյա կյանքի գործերը չեն արտացոլել ձեր հավատքի սկզբունքները, ուրեմն դուք հավատացյալ չեք, ուրեմն դուք Աստծո չեք պատկանիր։ Ոչ եք բիդո, դուք պետք չունիք Աստծո ավանակը պետք ուներ Աստծո, պետք է, բայց դուք պետք չկաք Աստծո։ Եվ եթե արիդակ արագ մասնիկ միշտ բարբերության, ամենք տավերում ասում եք վանց բազան սխալ է, ամենք տավերս եք վայ, ճիշտ է վանց բազանը։ Հաչորդ բարբերություն ով գարտամեզ արագնա։ Եկան Երուսաղեմ։ Հիսուս տաճար մտնելով սկսեց վռնդել տաճարում գտնվող վաճառողներին եւ գնորդներին։ Ումայափոխների սեղանները տապալեց եւ աղավնավաճառների աթոռները շուռ տվեց։ Թույլ չէր տալիս, որ որևէ մեկը որևէ բան տեղափոխեր տաճարի միջով։ Եվ ուսուցանում էր նրանց եւ ասում. «Սուրբ Գիրքն ասում է. Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի։ Իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։ Քահանապետերն ու դպիրները լսեցին այս ու հնար էին փնտրում, թե ինչպես նրան կորստյան մատնեին, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Իսկ Շնորհակալ։ Միայն հիշեցնեմ, որ ծզենի բանությունը չշարունակվեցավ, չհասկացան։ Դες ժամանակը չէր, Հիսուս տեսաբդուղ չունի, գիտնալով որ ժամանակ չէ, անիծեց։ Եվ առաքյանները լսեցին, ասում առաքյանները լսեցին, բայց ինչ ավ լուր չունի, բանությունը գտրվեցավ, ուրիշ բանություն եղավ, Հիսուս տաճարը մտավ։ Եվ այստեղ տաճարում գտնվող վաճառականները, ինչու տաճարի մեջ գտնվեն վաճառականներ։ Զոհերի համար անասուններ են վաճառում, փող էին կոչում։ Բայց ինչու համար, որովհետև դաղավար դոներուն մարդիկ ամեն աշխարհից կուքային Ալեքսանդրիա, Պոկրասիա եւ այլն կուքային Երուսաղեմ, որ զոհ մատուցան։ Եվ երկու կարևոր գրասենյակներ պետք է։ Հիմա որ գիտակ Էջմիածին դոնական օրերուն աչ կողմը ֆորմատը կված է մոմ։ Հա, ինչու համար, որովհետև պետք է հավատացել մոմ վարել, չէ՞։ Ուրեմն մոմ ավազակությունը կարևոր է, որ դա մոմ վարել եւ աղոթեք, չէ՞։ Հետո Դաջարի մեջ երկու կարևոր այդպիսի բաներ կային։ Առաջինը լումայապող, որը դու պիտի կաս Ալեքսանդրիայում, փոքր Ասիայում, դոլարով, եվրոյով, դրաններ միան դրամ է, պետք է տաս փոխես լուման։ Որ քեզիդան դրամ, տաս դրամով ընեսկո բիզնեսը։ Բայց բիզնեսը ինչ է Դաջարի մեջ։ Արնես ոչխար, որպես ոչխարը կանան մորտե եւ քեզ համար զոհ մատուցը, չէ՞։ Պրոբլեմը որ քահանաները զայրացան ինչ է, ինչու համար։ Իրենց բիզնեսն է, որովհետև ոչխարը գծախ է, մոմ չէ, հա, լումայապողը փող է, ի վերջո, սա կահանայի բիզնեսի համար է, որ մադաղն է, և այդպեսով կահանան միսգարներն են, փող ուդային և այլ, ասամեն պաներ կահանայի բիզնեսն է, և Իսուս ասամեն բիզնես խանեց, սա դուրս երեք, ասադեն զոհ մադուցովը պետք է տա դրսից ոչխար արն է, որ դժվար բան է, ինչ գործում։ Վեջ մոնդեղ դուրս պետք է լուման փոխ է, դրամ արն է կա, որվեսի մադաղ մադուց է։ Եվ ադամ է, որ զայրացան ևսին, շատ կարևոր բան լսին։ Ինչպես նրան գորստյան մատնեն, ասին եվրայեն արդայություն, ոնց իրեն սպաննենք, որսնց վերջանայլես։ Այլ միչև հոս ասավ, չեք թիմանար։ Կոնե Գալիլիա կքարոզեր, լավից ոզե թողներ, եկավ Երուսաղեմ թոմեզի հարկ է, որ ես չի արգում, այլ նաև մեր բիզնեսը երախաներ ունիմ երեցկին, բայց ոնց կարարանք նենց համար։ Պետք է ասմատուն այլևս գործանենք։
Անցած անգամ երբ որ կներեք, Չէ, եթե բանալ Չէ, խնդրեմ։ Անցած անգամ որ խոսում ենք, ճիշտ ասած, այս թեմայով բանավեճի ժամանակ ինձ հենց այս տողը բերեցին որպես արգումենտ ու ես չկարողացա այլ շարունակել։ Մոմի համագործակից գիշեր։ Հա, չէ, ուրիշ աղջիկ ասես, բայց հենց հետո ես բանավիճում եմ իմ գոլեգայի հետ, հիմա այնպես է, որ այդ պահը չեմ կարողանում իրեն ճիշտ բացատրեմ, որ այս պարագայում վաճառք եւ բիզնես էր, բայց ներկա պահին քահանային 10-րդ տալը կամ մոմ գնելը դա եկեղեցու նվիրատվություն է եւ եթե ողորմություն պետք է անենք մեկ ուրիշին, կարող եք քահանային գումարը տալ իր ընտանիքի ապրուստի համար։ Այս երբ որ այս տողն են բերում, արդեն չի ստացվում դա բացատրել։ Հնարավոր է ինչ-որ ձև դուք հուշեք, եթե նման բանավեճերի ինչ կարող եք անել։ Տեսեք, մենք ես հարամար, ես ինչու մոմ մեջ մտցուցի, որովհետև եթե իրավես մոմավաճառություն կերատասե տաճարի մեջ կատարվող պատարակի վրա մենք անմին պրոբլեմ ունենք, բայց պայպապ մենք այդպես չենք, մեր եպիսկոպոսները, կաթոլիկոսները դուրս մոմ չեն վաճառում, մենք մեր պատարակը գնենք եւ այն, բայց որ մեր ժողովուրդ այդ սովորություն ունի, որ բարեպաշտ սովորություն է, մոմավարություն եւ զատիկին հազարավոր մարդիկ պետք է, դե ստիպված է ստեղմը մոմը վաճառես, սա բոլորը վին դարբեր է կանտի այստեղ, որ մարդիկ բիզնես սրած են, դաջարի մեջ ուր որ պետք է ձունգի կաս աղոտես, իրեն կավադային աստծոս դունն է, ասված ներկա է, քո առաջնահերթ մտակույտ աստծո հետ խոսակցին, բայց եմ դա բոլորը մի փոխած էին, գետրոնացություն եղած էր բիզնես, ոչխար մորտել, նոմայափոխություն եւ այլն, եւ քահանայակորձությունն ինքնին դարձած էր բիզնես, եւ անոնոմալ Հիսուս բարգացավ, բայց եթե նոմայափոխերը կամ ոչխարավաճառները դուրս լայի, շենքից դուրս, շեն տաճարի մեջ, Հիսուս բան չեր, բայց եմ տաճարի մեջն է, նույնը պետք է աղոթել, ինչպես? Ասում է տանասուն է կարար կեղտոտերը տաճարի մեջ։ Եվ ատեր ծոք չեն, հենց համագարվար բիզնես Սրբազան, մեկ ես 16-րդ համարի մեջ որ ասում է թույլ չէր տալիս, որովհետեւ մեկը որը բան տեղափոխել տաճարի մեջ, ես ասել եմ, որ այնտեղ դիրքն էր, որ կարող էին շրջանցին տաճարը անցնեին, բայց երկար է ճանապարհը, իսկ տաճարի մեջով գնալը կարճ էր, դրա համար մարդիկ անտեսում էին, որ տաճարի մեջով են գնում, բայց ապրանքները տաճարի մեջով են տանում, որ կարճ լինի, էլի։ Իսկ communication-ի հասն է։ Դերևս, բայց նաև եթե ասենք հիմա տեսեք, մենք հիմա սովորություն ունենք գերեզմաններուն հերուրները, ծաղիկ կգանենք, վարդ կգանենք, չէ։ Գերեզմաններով վարդավաճառներ կան, նորմալ է։ Եվ ամենամոտ դերը գտնեմ, որ հիմա ասպարակային այո ամենակարճ ջամփան է դեպի խորան, որ խորանի ջամփու վրա լա ոչխարավաճառ եւ լումայապող, որ բիզնեսը ճուտն է, սետաս, բայց Հիսուս ուզեց շեշտադրել, որ տաճարը սուրբության, եթե դու իրավես կհավատաս, ծևով նկարծականքի ծեզենի բանությունը, եթե հավատացի ես դու պետք է գիտնաս, որ այս տաճարը Աստծո ներկայության վայրն է, Աստված ոսը, Աստծո հետ չես կարա միևնույն ադեն ոչխարավաճառություն ունես կամ նոմայափոխություն ես, սա պետք է դուրս ելնա, թե ինչու չերցքում ետ դառնալ ավելի կարճ էր, կարելի է նա, բայց կարճ ճանապարհը կարևոր մղիչ ուժ մներ, որ ժողովուրդը այլևս ավելի թիրուն մտնան ոչխարը մորտեն, երտան ոնց որ Ամերիկայի մեջ 30 տարի շարժում մղար, կսային գիտեք McDonald's կամ Burger King հոսեր չկա, բայց Ամերիկայում ավտոյով կարաս հետաս, մեկ պատուանին փող գուտաս, սկսես կուզեմ երկու համբուրգեր գվելեն, չէ, մեկ պատուանին գբարգեր ես, սկսես երկու համբուրգեր գուզեմ, երրորդ գետաս քեզի կսե $5 գաս, երրորդ գետաս քեզ համբուրգեր գուտա գետա, կսեն express, ոմանք ասում են երեք express պատարակ, գետաս առաջի պատուան կսես մեղա աստուծո, կասես պատարակին, կանան քեզի արցակում գտա, դու նվիրատություն կուտաս, կասես երրորդ պատուանին քեզ հաղորդում գտա գետաս, նույնիսկ ավտոյից չես իշտանալել ես, ասին կարճ կավելուն իրավես լուրջ անամ շարժում գար, և ասպարակային տաճարի մեջ ոչխար վաճառելը և լումայափոխություն ընելը ամենակարճ ճամփան էր, որ շուրով մտնան, ժամանակ չունին, լուման փոխեն, մադաղ անեն, որտեղ դուրս եկան։ Բազան, իսկ այդ Քրիստոսից հետո այդ դեպքից հետո այդ օրենքը ավանդությունները իրանց մոտ հիմա մնաց, թե չէ, տաճարը գործամեցավ այլպես։ Տաճարը գործամեցավ։ Հայրամեցավ։ Երբ Քրիստոսը մտավ տաճար, ինքը մինչև տաճարը մտնելը իր այդ պահը հասնել ինքը գիտեր չէ տաճարը ինչ է։ Եվ այդ պահին ինքը մտավ տաճար եւ արեց այդ քայլը, որ մարդի
բայց կարող է սրա մեջ նաև ուրիշ խորհուրդ կա, որ ինքը ոնց որ պրովոկացիա արեց, որ Շատ ճիշտ։ Պրոցեսը գնա, մինչև այդտեղ կարող է։ Շատ ճիշտ, այո։ Այդ ռոման տեսեք վերջին նախատեսումը ասում է եւ իրենք հավաքվեցան եւ ասացան հարցնել ինչպես նրան Գորստյան մատնեին։ Ճիշտ Հիսուս այդ պրովոկացիա նրան, որ իրենք սինալը զայրանան եւ հաջորդ էտապին էր բռնել սպանել իրեն։ Շատ ճիշտ։ Ասին ոնց որ ինքը գամավոր մտավ Երուսաղեմ, կարած չերտալ Երուսաղեմ, նույնպես այդ գամավորը պրովոկացիայի բան նրան, որ Փարիսը ավելի խենտան, ավելի սնետան սպանել։ Բայց երեկո քաղաքից դուրս էր, չէ՞ գալիս ասում։ Ինչպես։ Երեկոաներն քաղաքից դուրս էր գալիս։ Դեն վերջի տողն ասում, Հիսուսը եւ իր Հա, վերջ դուրս եկավ, այո։ Որ այդ դակավին ունի վերջին թրիկ պետք է։ Ինչա վերջին Չի ուզում սպանել են վերջին թրիկից առաջ։ Մեսիական քաղնի։ Վերջի բարբերությունը ով կդարձա։ Ետ կդառնամ դզենու տասին։ Հրամես։ Առավոտյան կանուխ եւ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ Պետրոսը հիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ Հիսուսը խոսքն ուղղեց նրանց եւ ասաց. «Եթե Աստծո հանդեպ հավատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս լեռանն ասի, ել եւ ծով նայիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է կլինի, նա ինչ էլ ասի կկատարվի։ Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոտ կանելով խնդրեք եւ հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեր հայրն է, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները, որովհետեւ եթե դուք չներեք, ձեր երկնավոր հայրն էլ չի ների ձեր հանցանքները։ Ահավասիկ մեր դերը, ես կարծեմ հստակ ձևով թզենի բանկյուն կգաբե հավաքի հետ։ Ալամեն թզենի սինարիոն, որ եղավ, ծարի եւ պտուղի մասին չէր։ Ծարը չորցավ, չոդա։ Պետրոս քսել դեր ծարը չորցավ աշուտ կչունա, եթե ասված հրամայերն չորցին, ամիջապես կչունա։ Ուրեն ահավասիկ ուրիշ գողնագի մի պատկանում մեզի համար, որ ասված հրամայեր, ծննդոց գիրք, ոնց որ սկիզբը, ասված հրամայ եւ կլա, այսինքն Պետրոսի ըրածը մի քիչ ավելորդ է։ Եթե այստեղ լայբիս է դու նոր հասկացար, որ ես հրամայեմ ամիջապես կլա, բայց սա մեզի համար է, այսինքն որ մենք հասկանանք, որ Հիսուս իրապես աստվածային ուժ ուներ, Դեր եւ ավելան չգրած է դա մեզ համար։ Դեր դες անիծեցի եւ չորցավ։ Իանշուշ չորցավ։ Ես ասված եմ, ես ծեղծած եմ, ես անիծեցի։ Բայց Հիսուս այդ կետի մասին չի կենտրոնանալ այլևս։ Թե դու ծար չլվա, բտու չլվա, այլ ամիջապես գասնիկս է դուք այդ հավատ ունենաք, լերը կանաք շարժել։ Այսինքն, այս խոսքը, որ ես ցեցի, հավատքի պակասության մասին էր։ Հրյաները անունով իմ ժողովուրդն են, Աստծո ժողովուրդն են, եւ իբր թե Աստծո հավատքով կապրին, բայց իրենք հավատք չունեին, իրենք հավատքը վերածած են ավանդություններու, օրենքներու։ Եվ անոր համար ես իրենց գոդորեցի, այլևս իմ ժողովուրդս չեմ։ Դուք եթե գուզեք իմ ժողովուրդս լալ, այդ ծենի բդղաբեր ծառը դառնաք, դուք պետք է այդ հավատքը ապրիք եւ բդղաբեր հավատքը լա, որպես ժողովուրդ դեստան ծեր հավատքը։ Ճշմարիտ կսեմ, եթե իրապես հավատանք, հոգիով սրտով, նույնիսկ անկարելին կարելի է լացի զամար, կարելի է կատարվի։ Մեկս է հավատքս տկար ես, շատ կաղոթեմ և լերները չեն շարժվում։ Նորից խնդրում եմ հասկանանք, որ սա մարդկային արտահայտությունն է։ Մեր դերը անկարելի է արտոնի մեզի ասաշխարի մեջ, որ լերները շարժենք մենք։ Երևակա է ես, իչինեմ, չեմ դեր լերները, դավթաշեն բլուրի վրա մկաբրիմ, և արավոտ արդնամ սևանալ իջի մեջ։ Հավատացյալը որոշեց իմ այդ բլուրը փոխանցել ուրիշ տեղ։ Կամ ելավ հետամ Աֆղանստան, որև հավատացյալը շատ հավատացյալ է, հրամայեց և իչինեմ մասիստները այլևս Հայաստանում չէ, գնաց Բաղդադ։ Բայց ուր եղավ մասիստները, հավատացյալ մարդ մաղոթեց և մասիստները գնաց։ Անշուշտ ոչ, շատ մանկական բան մնա է տեսել Հիսուսը սա հավատացեք և լերները ֆիզիկապես կշարժեք։ Լերները 5 տակարանի մեջ մնայուն, դոգուն հիմքեր էին, զորավոր հիմքեր էին։ Եվ որ լերներ կսես, այսինքն անշարժ, հավիտենական, լերներ ալ են։ Եվ որ մեր դերը իր սեմական ոճով կսե, եթե հավատակ լերներից կշարժեք, այսինքն հավատքով դուք անկարելին կարելի գնել։ Ինչ որ ողոս հրակյալքս Աստծո, մեզի համար անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է։ Ասկետ դուրս մենք ելանք կսենք,
աղոթենք 8 օր ծոմապահություն ունենք եւ սիգար չծխենք եւ մաքուր մնանք եւ կարելի գրանք մասիսը Թուրքիայից կերենք խորվիրապ հաշվեց բավենական տունը անշուշտ ոչ լերները չեն շարժվիր ուրեմն պատկան ինչ է սիրներ հրյաները հավատք չունեին հրյաները անպտուղ ծառն էին տիզենին էին որ ասված իրեն ծանեց տնգեց ջուր տվավ արև տվավ բայց իրեն պտուղ չդվին իսկ մենք պետք է հավատքով պտուղ տանք եւ մենք եթե հավատանք եւ խնդրենք Աստծուց մե նույնիսկ անկարելի է որ մեզ համար անկարելի է լերմը շարժել մենք կարանք դնել ես կարծեմ այս եւ աստեմ այո միա մեկ բան ասեմ հաշվաններս ադերին խոստանք այդ սանդվիչ գիշեր կամ չգիշեր A B A-ից ճիշտ այդպես է ուրեմն թեման ինչ է սերներ թեման Աստված արդար Աստված է Աստված ճշմարիտ Աստված է հավատաս կյանք չհավատաս տանջանք լավ դա թևացինս է սա տաջանի մակրումը Աստծո դուրը սուրբ է ուկաս աղոթելու դու Աստծո ժողովուրդն ես չես աղոթում դուրս ելիր հստակ հիմա սա երկու օրինակներով որ Թզենի օրինակն է նույն բակները հիմա բաժնեց միտումնավոր որ բادوության վերջ չլսեցին ինչ եղավ Արաքյանները տեսան որ Հիսուս հրամայեց իրենք կացին քնացան մյուս օր նրանց սամ Թզենին շորցեր է Ելավ թող այդ Թզենի բանությունը տներ վերջացներ մեզի վերջ բան մեր տաճարի բանությունը բայց չէ մեջտեղ դրավ որ աս effect-ն է A B A prime A B A-ից ուրեմն անոր հավատ չունի Աստծո հետ կապ չունի Աստված իրեն դվրնդե Տաճարի մեջ տաճար եկեղեցի քահանա գլխուս վրա բայց պետք է հավատ մնաս հավատ կապրիս հավատքով կարոզես եթե ոչ դուրս ելեք գործունի կինետես բանությունը հետ շարունակվի հատեր ծառը աշուշ չորցավ բայց ես ցես գսեմ եթե հավատ ունենաք լերը կարող շարժել ուրեմն այս ամեն բացվածքին երեք պատերությունները եթե հետևում եք զիս թեման ինչ է հավատք Եվ ոչ թե սովորություն, եւ ոչ թե ավանդույթ, ոչ թե ազգայնաբան, իմ հայրս Աբրահամն է, իմ հայրս Մովսես է, որևէ արժեք չունի, կհավատաս, հավատքդ պետք է գործի դառնալի, եթե չես ապրում այդ հավատքը, դու Աստծո համար զրո ես, անբդղափեր ծառն ես, ռամես Անշուշտ հավատքի մասին են հատվածները, բայց այստեղ շատ կարևոր մի բան կա սիրելիներ, որ հավատքը ինչ է ենթադրում, ճանաչողություն չէ նաեւ Այսինքն, երբ որ Աստված մոտեցավ Թզենուն, այս պարագային աշխարհին, աշխարհն իրեն չճանաչեց, չընկալեց որպես, այսինքն չհավատաց։ Եվ առանց Աստծո ճանաչողության ապրող անհատը, չեմ վերցնում աշխարհի իմաստով չէ, վերեմ մեզան չորացած է արդեն, չոր է։ Կյանք գոյություն չունի իր մեջ։ Որովհետև եթե մարդը չունի հավատ, չունի Աստված ճանաչողություն, ինքը ամեն բանի ընդունակ է կյանքում։ Եվ սրա մասին լավագույնս թերևս ռուս մեծ գրող Դաստոևսկին է բանաձևել, երբ որ ասում է այո, եթե չկա Աստված, ամեն բան կարելի է։ Հենց սրա մասին է, որ հավատքի աղբյուրը Աստված ճանաչողությունն է։ Եվ այդ Աստված ճանաչողությունը մենք ունեցանք, դրսևորվեց, եւ հիմա էլ շատ կարևոր է, որովհետեւ մեր հավատքը պետք է արդարանա երկրորդ քարոզյան ժամանակ։ Իրականություն պիտի դառնա։ Շատ կարևոր է որ այդ հավատքը մենք ճանաչենք, մենք հասկանանք, որպեսզի չոր չապրենք, չչորանանք։ Ոնց որ չհավատաց Թզենին, այս պարագայում Իսրայելը եւ ամբողջ աշխարհը դրա համար չորացավ։ Արդեն իսկ իր համար չորություն էր, եւ ֆիզիկական չորության մասին չի խոսում։ Կամ մեր մահեմ վերջաշուտ։ Ասվածը քեզ դեպի 90 տարի, որպես ծառ, ինչ պտուղ բերի, հավատքի ինչ պտուղ դվավ քո կյանքը։ Կամ բարձրապես կանանչ դերևներ առանց մոյել պտուղ։ Իսկ ես արտահայտության վերջը դրասում եմ, երբ որ կանգնում ես աղոթքի ների, որ ներես։ Իսկ ոնց որ ամեն ինչի վերջնաբանը բերում եմ դրան, որ հավատը նաև ենթադրում է մերողամտություն, որը իրական հավատի հետ պտուղներն են։ Այո, կամ նորից դա գարան ցերսացի պես, բայց եթե ավելի մի քիչ շեշտացումը փոխենք, նորից հարված մեր քահանաներուն, եթե դուք աղոթում եք իրավես առ Աստված,
Աստծո հետ կապ ունեք, ոնց որ աշխուժ սա որ պետք է կենտանի հոգևոր մարդիկ լակ, դուք չեք կարող լակ մարդուց պամպասել, ինչ-որ փորձեր սպանդել, չարություններ ներիվան, դուք եթե հավատացյալ եք, ձեր աղոթքը պետք է հոգիեն կա, եւ պետք է հավատքի արտահայտել, թե ոչ աղոթքը, որ բարձրապես բարեր հնչեցնել է, աղոթքը հոգևոր բդուղ չէ։ Արամնաբալորը երաշխեցես բարերը, առանց մտածելու եւ աղոթելու, աղոթքը հավատքի բդուղ չէ։ Հետեւաբար ես կարծեմ, նաեւ մերտերը ասխոսքով է գուզոր նույն գեդը շեշտադրել, որ եթե իրավես հավատք ունի, իսկ հավատքը պետք է արտահայտել իսրդե աղոթներ եւ ոչ թե աղոթներ, որ դու շուտերով գսես, բայց քո կյանքը բոլորովին անջատված է այդ խոսքերից, գալած ես, կպամպասես, մարդոց չարչարես եւ այլն, ոյվե գենտանի հավատքի արտահայտություն չունես։ Այսինքն եւ աղոթքով խնդրում ենք ողորմություն, մեր գործած մեր քույրին չէ։ Նույնով էլ մենք պետք է մեր մեջ ներենք մեր կողքինները։ Հա, դա արդեն տերունական աղոթք է։ Ես ուզում ասել, Սեփազյանը, ներման կարևորությունը ընդգծվում է անգամ տերունական աղոթքի մեջ Քրիստոսի բառակայում։ Եվ որովհետև ներումը ի՞նչ է, սիրելիներ, ներում, երբ որ ներում ես, դու ի՞նչ ես անում։ Մոռացություն, բայց ավելի կարևոր ներումը ի՞նչ է մեզանից պահանջում։ Սերը։ Ներումը նախ եւ առաջ զրկանք է, չէ՞։ Երբ որ դու ինչ որ հարաբերության մեջ ես մարդու հետ, ես եւ Վահան Սրբազանը իրարից նեղացել ենք։ Մեզ որպես մարդիկ կարող է շատ երկար տևի մեր իրար ներել, իրար հասկանալը։ Բայց Աստծո պարագային 1 վայրկյան է Քրիստոսի ներողամտության արժանանալը։ Երբ որ դու դառնում ես դեպի Աստված, 1 վայրկյան է պետք։ Ներման ամենամեծ դրսևորումը հենց Աստծո աշխարհ գալն էր, որ Աստված զրկեց իրեն աստվածային բարձրությունից, մարդացավ, ամեն զրկանքի գնաց իրական կերպով խաչելության ճանապարհն անցավ, որպեսզի ներումը իրական դառնա եւ մենք էլ ներվենք։ Դրա համար ընդգծում է տերունական աղոթքում ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում։ Եվ շատ կարևոր է, որ ինչպես Լուսահոգի Տեր Գյուրեղն էր ասում, շատ վտանգավոր նաեւ արտահայտությունը ներիր մեզ, ինչպես մենք ենք ներում։ Որտեղ մենք խնդրում ենք, այո, մենք ներում ենք, թե չէ։ Եթե չենք ներում, ո՞նց պիտի ներողամտության անենք։ Մենք դա ասենք, չասենք, Աստված մեր ողջույնը տեսնում է, եթե մեր կողմից ներողամտություն չկա, մեր խոսքն չի իհարկե։ Եթե բառացի ներողամտությունը չկա, բայց այդ հոգու խորքում ներելը, այս հարցը միշտ տանջում է, էլի։ Կամ ոնց է ներելը եւ ինչի արդյունքը։ Սրտից բխող ինչ-որ բան։ Խոսքը մինչև կենթանի խոսք դառնան, ասում է 3 փուլով, չէ՞։ Միտք։ Սկզբում մտածողության մեջ է ձևավորվում, հետո դառնում է խոսք եւ վերջնարդյունքը գործողությունն է, չէ՞։ Այսինքն սրանք 3 կարևոր փիլիսոփայական ընթացքներ են։ Եթե դուք ունեք ձեր հոգու մեջ արդեն դա պետք է վերածվի գործի, որովհետեւ Հակոբոս Արաքյանը ինքնահավատն առանց գործի մնաց։ Սեփազան մենք հաճախակի ենք, չէ, ասում այ իսրայելացիները չընդունեցին Քրիստոսին, խաչեցին, Բայց ես սկսեմ բաժանականները չընդունեցին։ Այո, բայց միշտ Աստվածաշնչի մեջ ասվում է, չէ, որ ասենք Քրիստոս քարոզեց եւ 5000 միայն տղամարդ չհաշված կանայք եւ երեխաները դարձեկան, մի այդտեղ 4000, այսինքն եթե ասես 4000, 5000, 3000, 1000 որ գումարում ես մեծամասամբ երևի առաջի քրիստոնյա ժողովուրդը հենց Քրիստոսին ընդունողները հենց եղան պարզ իսրայելացի ժողովուրդը։ Ես անցած շաբաթ ասի եթե գիշեր ասի որ առաջի ազգը որ քրիստոնյա եղավ հրեաներն էին։ Արաքյանները հրեա էին, յոթանասերու հրեա էին։ Հիսուսի թշնամիները տաճարականներն են։ Նրանք որոնք օգտվում էին տաճարի մարտաստեղծ, մարտաշեր, մարտահյուս սովորություններից։ Թե ոչ հրեա ժողովուրդը ընդունեց։ Առաջի եկեցին Էբիոնայթ եկեցին որ ոչի հրեական եկեցին։ Եվ ավետարաններն չէ գրված այն օրինակ Մատթոսի ավետարանը հրեությունից դարձած քրիստոնյաներին է գրված։ Լուկասի ավետարանը հուդայա քրիստոնյաներին է գրված։ Այսինքն իրականում առաջին քրիստոնյաները միանշանակ ձևավորված համայնքներ հрьяաներ։ Այսինքն նույն սկզբունքով եթե քրիստոնեությունը քարոզի մուսուլման երկրներում ու իրանց մուսուլման այդ տաճարականները չընդդիմանան, վստահաբար քրիստոնեությունը Արդեն մուսուլման ղեկավարները ուզեն կամ չուզեն հիմա Իրան, Սաուդի Արաբիա, ամենադարձի են գալիս քրիստոնեության բարգացած։ Ամենադժվարը ճապոնացիք է։
դրանց մոտ չստացվեց։ Այդ բանը կա չէ։ Վստահ չեմ ճապոնացիները կամ հայերը մնացել։ Բայց այնտեղ օրթոդոքս է։ Դրանց մոտ մի քիչ այդ ազգայինը շատ ուժեղ է ստացել։ Այո։ Արտուր Չարլզակոսից։ Ովքեր ուրիշ հարցեր։ ճապոնացիների Ովքեր հարցներ ամնագներ։ Դուք համացալ եք, չէ, որ հաշիվը շարունակի կազմից հետ։ Չէ։ Շանալի։ Այս ստուփի ոնց դիմենք։ Հայ վիրապ։ Հայ վիրապ։ Ներկայացը դուք չկաք ու չկաք, բայց հայ վիրապը այսօր մեզ միացավ ուսամարել է հաջախար։ Խոր վիրապից ասեցիք, չէ։ Այևին խոր վիրապից։ Իմ անունը հենց այդ սիմվոլիկան է։ Դա որքսեք վիրապ, ավասիկ սիմվոլն է։ Ոչ թե միան անցը, այլ նաև ուր դեղից եկած է։ Խոր վիրապից եկած է։ Ձեռնադրող Սրբազանը հենց այդ ծագումնաբանական իմաստով դրեց անունը։ Այսինքն հայրս աղբը չի որ վիրապն։ Ես ծնվել եմ Խորվիրապ գյուղում, մեծացել եմ, այնտեղ ապրել եմ, այնտեղ եկեղեցի եմ գնացել Նարեկ Սրբազանի աբեղայության ժամանակներից, երբ որ ինքը այնտեղի վանահայր էր։ Ինքն է ինձ եկեղեցի տարել եւ կամոքն Աստուծո ինքն էլ դարձավ ինձ ձեռնադրող Սրբազան հայրը։ Եվ որոշեց, որ իմ անունը պետք է լինի Վիրապ, որպես ինչպես Սրբազանը ասաց, սիմվոլիկան է։ Իսկ հետարքիրա բարդ չէ այդ որոշումը կուսակրոն լինելու, ասենք։ Արգիտ ասելու դերս եմ, ասի սագավար ջան, ես ձերանց եմ, կես սապ չէ, ուզեմ հայնային, ես քեզ կսիրեմ եւ այդ ես չէ, սա ուզեմ Նարեկ Սրբազան եւ Նարեկ Սրբազան ձեռնացրել։ Իրականում Սրբազանը կատակ է անում, սա չի եղել։ Լավ, ավարտեք, ոչ պատմես ասել։ Հարց տվեց ուղղակի Այսինքն պատասխան։ Երկար տարիների որոշում է։ Քահանայությունը մենք գավադան կոչում է, ասված կոչեք ես, եւ ոմանք ուզեն բոլորը նվիրվի եկեղեցին եւ ուսաբրոմ են մեր այսուր մայիս սակավակ ճաշնակիրեն 24-25 տարեկան հիմա ուսաբրոմ աբեղա է եւ երկնալուրիշ 4-5 աբեղաներ աղոթենք որ ասված իրենց ամուր բայ իրենց կոչում էր որովհետեւ սատանան շատ ակտիվ իր աշխատի իրենց դեմ ես գիտեմ Եվ շատ մի փորձեր շեղեցնել, եւ ոմանք ալ շեղին չպատտար։ Աղոթենք, որ Աստված իրենց ամուր պահեր, իրենց կոչումի մեջ եւ հայ վիրավի պես նվիրյալ եւ ուսյալ հոգեվորականներ տանան, որ գանան մեզ սովորեցնեն եւ վկայել Քրիստոս ավետարանին։ Ասի սելով ես հիշեցի բանը բիզեսեցի։ Միջին արևելքի մեջ, սփյուռքի մեջ սովորություն մգա։ Երբ որ երիտասարդներ կձեռնադրվին քահանա, ժողովուրդը պահքի գերագուրկ պատրաստեն։ Եվ կբերեն վանք, նորաոց քահանային կտան, հիմա մենք ունենք 7 քահանա նորաոց, կամ նախաճաշ, կամ ճաշ, կամ ընթրիք, ինչ որ ուզեք, հենար կտան անուններ հանգուցյալներու, կամ հիվանդներու, որ ասպրած նորաոց քահանաները 24 ժամ աղոթքի մեջ են, արավոտ, կեսօր, իրիգում, գիշեր, գետան տաճար, գաղոթեն, եւ իր ասոնց մեջ 3-4 ժամ ունին, կամ սուրբգիր կկարտան, կամ մի քիչ կետան կքայլեն դեղարով, հիանալի իրավես ընթացք մնեն։ Ես միրս է եթե գուզեք, ով որ գուզե, Քերացիկ սովորությունն է, կարանք մի օր առաջ, ասենք թե մայրաթոր պոհանոց լուր դանք, որ վաղը ճաշը ասինչ խումբ բիդնեն, կամ ասինչ տիգին բիդնեն, և կարանք բերել ճաշը վանք, մասնակցությունը իրենք պարկի մեջ է միջանոց, նիսպան չեն ուդև, և կմասնակցիկ իրենց աղոտներու մեջ, վեչ ծանք նարգուդակ, հանգուցյալներու, կամ հիվանդներու, կամ և Ցեվով իրենք լավ գսկան, որ ժողովուրդ իրենց հետ իրենք հիմա փանդարյալ վիճակի մեջ են, բայց հոգևոր կակատնակել ես գիշեմ, ամենաբարձր բանն է այս հոգևոր կյանքի մեջ, որով աշխարհի մեջ ես, բոլորովին աղոթքի մեջ ես։ Նաև աղոթենք, որ Աստված իրենց հետ են լավ նոր իրենց։ Եթե նրանք բան մգացեք դուք կարա գնել, լուր մտվեք, էջմիածին լուր գուտանք, այդ օրը կեսօրին ճաշը Խոհանոցի ճաշ չեն ուդել իրենք, ունեղ սեղանադան, այլ ցել պերատ ճաշի կբերենք, 7 հոգի են, նամից 8 հոգի գնեք, ես իրենց կմիանամ, 8 հոգիով, օրը ասեք, ով ուզմա թող գա։ Չէ, ամեն օր իրենք միջև 40, ասին 40 օր սկսյալ, Դուք օրը որոշեք։ չէ, դուք որոշ, դուք բիտ բերեք ես ինչ եմ։ Աս և շատեր սկսյալ իրենք պահքի մեջ են, միջև ունիս 10, ովև օր որ գուզեք, մի օր առաջ գամ ինձի, գամ մանատոր լուր տվեք, որովհետեւ անոր խոհանոցի սրանտան ճաշ ուդելու դեր իրենք գիտան որ ասինչ ընտանիք կամ ասիերյորեք ընտանիքներ իրենց համար ճաշ միտբերեն աղոթքի խնդրանքներով եւ դա հիանալի բան է ժողովուրդը կմիանա
նորաոծին եւ նորաոծը գսկա որ ինքը միայնակ չէ, ինքը կյանքը զոհեց ցեզ համար։ Սո։ Եղավ։ Չէ, այ ուսեստունս հայրները, ոչ բանբանի չէ ուսանողից վերջացրու։ Շարը մշակած որ Բանբանի չէ դա խաղ։ Օրհնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայրն էր, որ եկին սես Սուրբ Եղիցի անունքով, եկեստե արքայություն քո, Եղիցին կամ քո որպես եկինս եղեցի։ Զհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ վարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտավորած, եւ մի դաներս մեզի փորձություն, այլ բրգյազ մեզի չարել։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք, Հավիդյանս, Հավիդյանից ամեն։ Պահպանիչ եւ հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի, պահպանի եւ օրհնի, ազգը հայոց, եկեղեցին Հայաստանից, այստեղ հավաքված քո ժողովրդին, պահպանի նրանց քո խաչի զորությամբ, երևելի եւ աներևույթ ճշնամիներից, արժանավորի քրության խառավորել քեզ, Օրը, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, այժմ եւ միշտ եւ Հավիդյանս Հավիդյանից ամեն։ Օրհնյալ եղերուկ իշնորհած Սուրբ Հոգուն, երթայքի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս Եղիցի ընձես ընդամենեսյանս ամեն։